Տաքարև Գժական եղանակ եւ Իոնյան ծով Ալբանիայից։ Մենք շարունակում ենք գտնվել Ալբանիայում եւ շարունակում ենք բացահայտել այստեղի հյուրանոցները։ Այս անգամ գտնվում ենք Վլոր քաղաքում եւ հիմա բացահայտելու ենք Marina Bay հյուրանոցը։ Գնացինք։ Let's go։ Մեքենայով օդանավակայանից դեպի հյուրանոց հեռավորությունը կազմում է մոտ 155 կիլոմետր, իսկ տևողությունը 2 ժամ 30 րոպե։ 5 աստղանի այս հյուրանոցը գտնվում է Վլոր քաղաքում, Իոնյան ծովի ափի առաջին գծում։ Հարգելիներս, շարունակում ենք տվյալ հյուրանոցի բացահայտումը եւ այժմ ցույց կտանք ձեզ այստեղի համարները, ցույց տանք ձեզ Junior Suite համարը, որը նախատեսված է 3 անձի համար, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մուտքից ձախ, այստեղ մեզ մոտ առաջի ննջարանն է, համարը բաղկացած է 2 ննջարանից։ Ճիշտ է, տվյալ մահճակալը մեծ է, բայց մեզ տեղեկացրեցին, որ այստեղ կարող է քնել 1 հոգի։ Մահճակալի առջև գտնվում է զգեստապահարանը, որտեղ կան այստեղ ոչինչ չկա, դարակներ, կախիչների համար նախատեսված հատված, երևի թե ներքևում ունենք հարթուկ։ Այստեղ TV-ն է, գեղեցիկ հայելիով, աշխատասեղան, ինչու՞ չէ նաև շպարվելու հատված կարող է որպես ծառայել։ Այստեղ լույսերը կառավարելու վահանակն է, տաքացման եւ հովացման համակարգի կառավարման վահանակը։ Շարժվենք առաջ, ցույց տամ ձեզ լոգարանը, որը որ այս միջանցքի վերջում է գտնվում։ Այստեղ ունենք լվացարան, այսպիսի գեղեցիկ, նորարարական ձևով կահավորված, ատամի մածուկ իր խոզանակով, սափրվելու համար նախատեսված ածելի, գելով, այստեղ գլխի բախիլն է։ Այստեղ ունենք ձեռքի հեղուկոճառ եւ ձեռքի լոսյոն, գեղեցիկ հայելի, խոշորացնող հայելի, այստեղ բիդենը, զուգարանը, տվյալ հատվածում մեզ մոտ լոգախցիկն է, որը բացվում է այսպես գեղեցիկ փափուկ, ապակեպատ լոգախցիկ, վերևում տրոպիկական ցնցուղն է, ներքևում սովորական ցնցուղն է, այստեղ լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն է, շամփույր, մարմնի գել, կոնդիցիոներ, ինչպես տեսնում եք, սանտեխնիկան մաքուր է, կարող եմ վստահ ասել, եւ չկա ոչ մի ավելորդ, բորբոս ոչ մի ավելորդ հետք այստեղ չկա։ Այստեղ ունենք նույնիսկ չորանոց, ինչպես տեսնում եք, էլեկտրական չորանոց է, ներքևում սրբիչներն են, ֆենը, եւ անցնենք երկրորդ մեծ ննջարան, այս հատվածում մինի բառն է, որը վճարով է, այստեղ անվճար է թեյը, սուրճը, ջուրը, ներքևում տեսնում եք սնեքեր, այստեղ խմիչքներ, ալկոհոլային, ոչ ալկոհոլային, քաղցրավենիք եւ այլն, սրանք ամբողջը վճարով է, անվճարը միայն թեյը, սուրճը եւ ջուրը։ Ահա մենք այս ննջարանում ենք եւ այստեղ կա king size մահճակալ, անչափ մեծ, գեղեցիկ, ընդարձակ ննջարան է, ընդհանուր համար այդպեսին է կարող եմ ասել, այստեղ ունենք զգեստապահարան դարձյալ, որտեղ կա ավելի ճիշտ safe, դարակներ, գեղեցիկ լուսավորություն, ասեմ որ կահույքը եւ ամեն ինչ այստեղ բարձրակարգ է, հյուրանոցը 5 աստղանի է, իրերը դնելու հատված, զգեստապահարանի մյուս կողմում կան խալատներ, հողաթափեր, տոպրակ այսպիսի, գնացուցակ ծառայությունների, ինչպես նաև կա մինի բարի գնացուցակ այստեղ, մահճակալի առջև TV-ն է, դարձյալ մեծ գեղեցիկ հայելիով, այստեղ տեսնում ենք թե սուրճը, սուրճ պատրաստելու սարք կա այստեղ նույնպես, այստեղ ունենք
ժուրնալի սեղան հայերենով ասած, բազկաթոռ այսպիսի գեղեցիկ, դարձյալ ջուր իր բաժակներով եւ տվյալ համարից կա ելք դեպի պատշգամբ, ցույց տամ ձեզ այն։ Պատշգամբի դուռը մի փոքր դժվարությամբ բացվեց, բայց դա այդքան է վախենալու չէ։ Այստեղ ունենք երկու այսպիսի գեղեցիկ կաթոռ, կաշվեպատ, ժուրնալի սեղան, դարձյալ փոքր սեղան մոխրամանով, տեսարան դեպի բակի այս հատվածը եւ ասեմ, որ այստեղից բացվում է տեսարան ոչ թե Ադրիատիկ ծովը, այլ արդեն Իոնյան ծովը, այստեղից երևում է այն անչափ գեղեցիկ։ Շարժվում ենք առաջ հարագելիներս, այժմ Մելինան ձեզ ցույց կտա այստեղի Junior Suite համարը։ Գնացինք։ Family Junior Suite, որը նախատեսված է 4 անձի համար կամ 2 մեծ 2 երեխայի։ Անցնենք առաջին սենյակին, 2 առանձին մահճակալներով։ Մահճակալների անմիջապես առջևում գտնվում է TV հատվածը։ Տեսեք գեղեցիկ լուսավոր հատվածով, աթոռով, տարակներով։ Մի քիչ տեղ քերծվածքներ եմ տեսնում։ TV կողքին տեսնում ենք զգեստապահարանը։ Մյուս կողմն էլ բացեմ։ Ահա, այստեղ ունենք արդուկ իր սեղանով։ Շարժվենք առաջ, նախասրահով գնանք դեպի լոգարան։ Առաջինը տեսնում եմ ես գեղեցիկ լվացարանը մեծ հայելիով։ Ունենք այստեղ խնամքի կոսմետիկ պարագաներ, ատամի խոզանակ, մածուկ, օճառ, ածելի եւ այլն, այն ինչ որ կարիքը կա։ Այստեղ ունենք ձեռքի հեղուկ օճառ եւ ձեռքի լոսյոն, խոշորացնող հայելի եւ լոգախցիկը, որը տրոպիկական եւ սովորական ցնցուղով է։ Եվ ահա այստեղ ունենք էլեկտրական չորանոց։ Շարժվում ենք առաջ։ Մինչ հաջորդ սենյակ գնալը ցույց եմ տալիս մինի բարը, որտեղ կան ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ։ Հավելյալ վճարով են։ Ներքևում ունենք սնեքեր, քաղցրավենիքներ։ Տեսնում ենք TV հատվածը մեծ հայելիով, այստեղ կարող եք թեյել, սրճել, ահա ունենք սուրճի ապարատ, թեյնիկ, այս ամբողջը անվճար է, միայն մինի բարն է վճարովի։ Ահա այստեղ ունենք գեղեցիկ սուրճի սեղան, ջուր, որը նույնպես անվճար է։ Իմ առջև գտնվում է king size մահճակալը, մահճակալի կողքին տեսնում ենք զգեստապահարանը բաց եւ փակ, ստուգենք ինչ կա ներսում, վау, գեղեցիկ լուսավորություն եմ տեսնում, սեյֆը մեծ։ Վերևում ազատ դարակներ ունենք, նշեցի սա բաց զգեստապահարանը, ահա այստեղ ունենք կախիչներ, խալաթներ և հողաթափեր։ Գնանք դեպի պատշգամբ։ Ահա տեսնում ենք գեղեցիկ ծովի տեսարան, այս անգամ Իոնյան ծովն է բացվում մեր առաջ, տեսնում ենք 2 այստեղ աթոռներ և սեղան, բավականին հարմար է։ Շարժվում ենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ այստեղի սույթ համարը նախատեսված 2 հոգու համար անցնենք ներս, տեսնենք նրա կառուցվածքը ներսից։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքի մոտ ահա այսպիսի գեղեցիկ ապակե պատ կա նախասրահում, որը տարանջատում է հյուրանոցի սենյակի ավելի ճիշտ համարը, վաննայից, այստեղ կա վաննա տեղադրված, առջևում king size մահճակալն է, ցույց տամ ձեզ այն, այսինքն մուտքից աջ king size մահճակալն է այստեղ, ասեմ, որ բարձրորակ է այստեղ ամեն ինչ, անկողնային պարագաները նույնպես շատ որակյալ են, մաքուր, ինչը որ շատ կարևոր է։ Այստեղ կա այսպիսի հետաքրքիր տակդիրով, ինչը որ ծանոթ է ձեզ այլևել տեղերից, հեռուստացույցը։ Շարունակենք room tour-ը եւ ցույց տամ ձեզ այստեղ հյուրասենյակը, որտեղ կա կաշվեպատ բազմոց իր բազկաթոռներով, նրա առջև գտնվում է հայելին, մեծ գեղեցիկ, իր TV-ով դարձյալ մեծ գեղեցիկ, այստեղ սուրճ պատրաստելու սարքն է, թեյ սուրճի այս հատվածը, որը ընդհանուր այս ամեն ինչը անվճար է, նաև ջուրը այստեղ անվճար է, իսկ մինի բարը, որը գտնվում է այստեղ, վճարովի է։
Անցնենք առաջ ցույց տամ ձեզ լոգարանը, բայց մինչ լոգարանը եկեք ցույց տամ ձեզ պատշգամբը, որը բավականին մեծ է։ Այստեղ դարձյալ ունենք երկու բազկաթոռ այսպիսի գեղեցիկ, սեղան, մոխրաման, տեսարան դեպի Իոնյան ծովը եւ բակի այս հատվածը։ Անցնենք առաջ ցույց տամ ձեզ լոգարանը։ Լոգարանը այսպիսի տարբերակով է, բաց ձևով, լոֆթ ձևով, այստեղ ունենք լվացարաններ, երկուսն են թվով, ներքևում ֆենն է, սրբիչները, ինչպես տեսնում եք, մաքուր, փափուկ, ցախ կողմում զուգարանն է, մեր լուսավորությամբ, այստեղ չորանոցն է, բիդե, զուգարան, դե ինչպես տեսնում եք, լվացարանից աջ գտնվում է լոգարանը, տրոպիկական ցնցուղով, որ բավականին բարձր է, այստեղ սովորական ցնցուղն է, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, այստեղ զգեստապահարանն է գտնվում, որտեղ կա սեյֆ, հարթուկ իր սեղանով, այստեղ դարձյալ զգեստապահարանի մյուս հատվածն է, խալատները, տոպրակ այսպիսի գեղեցիկ, գնացուցակը ծառայությունների, կախիչներ, հողաթափեր, հավելյալ բարձ, ծածկոց, ներքևում ունենք կշեռք, նաև թերևս այսքան այս գեղեցիկ հետաքրքիր համարի մասին։ Նախասրահից ձախ գտնվում է զգեստապահարանը, լոֆթ տարբերակով, այստեղ տեսնում ենք խալաթները, ահա հողաթափերը, վերևում նույնպես ունենք դարակներ, ահա այստեղ ունենք կախիչներ, ներքևում ցույց տուր սեյֆը և արտուկը։ Ինձնից աջ գտնվում է առանձնացված տարբերակով սանհանգույցը և լոգախցիկը։ Սկզբում տեսնենք լոգախցիկը, ահա տրոպիկական ցնցուղով, որի վրա չկան հետքեր, այստեղ ունենք շամպույն, մարմնի գել և կոնդիցիոներ։ Ահա տեսնում ենք հնգանկյուն հայերին այստեղ, ունենք ձեռքի հեղուկոճառ և ձեռքի լոսյոն, խնամքի կոսմետիկ պարագաներն են այստեղ դրված, իսկ ներքևում ունենք հավելյալ սրբիչներ և ֆեն։ Այս կողմում առանձնացված տարբերակով սանհանգույցն է։ Ահա մինի բարը, սովածիչ ըմպելիքներով և ալկոհոլային ըմպելիքներով, այստեղ ունենք քաղցրավենիք, ներքևում էլի սնեքեր են, որոնք նորից հիշեցնում եմ հավելյալ վճարով է։ Ահա այստեղ king size մահճակալն է, բավականին մաքուր, կոկիկ, հարթ, տեսնում ենք այստեղ բազկաթոռ, մահճակալի դիմաց անմիջապես TV-ն է, այսպիսի մեծ հայելիով, կողքին տեսնում ենք թեյի սուրճի հավաքածուն, հիշեցնում եմ թեյը, սուրճը և ջուրը անվճար են, ու անցնում ենք սենյակի ամենագեղեցիկ հատվածին, պատշգամբ ծովի տեսարանով, Իոնյան ծովի տեսարանով, երկու աթոռներով, սեղանով։ Սուպերիոր համարն ունի նաև back view, նաև այստեղից կիսով չափ երևում է Իոնյան ծովը։ Marina Bay հյուրանոցում նախաճաշը ներառված է ստանդարտ փաթեթի մեջ, ինչպես նաև նույն փաթեթի մեջ անվճար են մարզասրահը և սպա սրահի որոշ ծառայություններ, շոգեբաղնիքը, սաունան և ջակուզին։
Հյուրանոցն ունի գեղեցիկ, գրավիչ եւ հարմարավետ լողավազան, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Իոնյան ծով։ Հյուրանոցն ունի սեփական լողափ, այստեղի գրեթե բոլոր լողափները ժայռապատ են, Իոնյան ծովի լողափները ժայռապատ են, կարելի այդպես ասել, եւ աստիճաններով դուք պարզապես իջնում եք ներքև եւ վայելում եք ծովը իր ամբողջ գեղեցկությամբ։ Լողափում կա նաեւ ռեստորան, ինչպես նաեւ բար, որտեղ դուք կարող եք խմել համով հետաքրքիր կոկտեյլներ, ինչպես նաեւ նախաճաշել, ճաշել կամ ընթրել։ Լողափը պատված է մանր քարերով, որի վրա քայլելը անչափ հաճելի է, ինչպես նաև ունի ավազե մուտք դեպի ծով։ Ինչպես տեսնում եք, լողափը ժայռապատ է, իսկ ջուրը անչափ մաքուր եւ գեղեցիկ։